Ինչի ստերիլիզացնել շներին, փողոցային թափառող շներին։ Ինչի։ Այո։ Որ անկանոն չբազմանան։ Այս մենք, բայց եւ մյուս հարցը, եթե մենք մտածում ենք, որ այդ բանը կորեց, հա, շների շատ չեղան, խնդրեմ կլինի։ Եթե բոլորին մենք ստերջացնում ենք։ Եթե մենք բոլորին ստերջացնում ենք, իրանք ինչ-որ մի օր բոլորով սատկում են, չէ՞։ Էլ պատոմկներ չեն ունենում։ Գլխականակի դեմ, հա, պայքարա գնում, տեսակի դեմ, հա, այսպես ասած։ Բայց մի հատ կբացատրես ինչ կարևորություն ունեն вообще շները փողոցում։ Թափառող շները։ Ոչ միայն շները, էլի կատուներն էլ, մնացածն էլ որտեղ շուն ու կատու, տենց օրինակը բերենք, որտեվ իրանք այդ դաշտում մի մեծ աշխատանք են կատարում, իրանք շատ մեծ սանիտարներ են, հա, բնության մեջ։ Դե սա իրանց համար բնություն է, հա, մեր համար է, շենքը, չգիտեմ, հա, իր համար բնություն է, իրանք շատ մեծ սանիտարներ են ու իրանք անում են այն աշխատանքը, ոնց որ ասում են, այն կեղտոտ գործը, կոպիտ ասած, հա, իրանք ուտում են աղբի ավելցուկը, ավելորդ աղբը, որը որ եթե այդ գործը իրանք չանեն, այսպես ասած, դա շատ մեծ են, որ ասում եմ, խնդրեմի առաջ մեզ կկանգնացնի։ Եթե վերցնենք, օրինակ վերցնենք մի օրում ու շներին ու կատուներին, հա, ասենք հանենք մեր սոցիումից, ինչ կարա կատարվի, այդ շղթան սենց է գալի, հա, կբազմանան կրծող, ասենք, միջատները, մատները եւ առնետները, այո։ Որովհետեւ իրանց նույն կատուները, բացի որ ուտում են, ասենք, բանը աղբը, որը որ կարող էին ուտել կռիսները եւ էլ ավելի բազմանալ, հա, իրանց բռնում են, չէ՞, բնականաբար, ոչ ուտելու նպատակով միգուցե, որտեվ ասենք քաղաքային միջավայրում ապրող թեշում թե կատու, իրանք որոշակի չափով կերած են, շատ սոված չեն, ու այդ բնազդը սպանելու, հա, այդ բռնելու ուտելու չկա, իրանք ուղակի բնազդաբար կարան բռնեն, սպանեն ու թողեն ու վերջ։ Իրանք էլ են այդպես պայքարում այդ տեսակի դեմ, հա, ու քանակը, ասենք, կրճատում կամ պահում բալանսի մեջ։ Այսինքն քաղաքի կենդանիները չեն ուտում, հա, կատուները կռիչ չեն ուտում, պրոստը բռնում սատկացնում։ Հա, վստահ եմ, որ չեն ուտի, որովհետև, հա, մեր մոտ ուտելու բանով է։ հա, մեր միջավայրը այնպեսին է, որ մենք աղբ շատ ունենք։ 90-ականներին ուտում էին, կարծում եմ։ Հա, հաստատ։ Հիմա արդեն դերսովը կիտիկետ, միտիկետ այնքան նտարած է։ Այնքան շատ են փողոցներում կատուկերը։ Օրինակ մեր հայաթում մի 30 հատ կատու կա երևի, ու թիվը կապակցված շատ են։ Ապա իրանց այս մեր ստեղի էս գենացվալ է ժողովուրդն է կերակրում, ժամանակին մենք էլ էինք կերակրում, հիմա տենց այնքան բան են, հաբրգած են, էլ պատուանից գցած բանը չեն ուտում։ Մշակույթի մասա вообще։ Հա, ռուսների մոտ ման են գալիս կերով։ Հա, ռուսների մոտ բրավո, ռուսների մոտ այդ կուլտուրան շատ զարգացած է։ Շատ կենթանասեր են իրանք։ Շատ։ Կատուների ու շների, հա, բոլորի եկել։ Ավելի շատ կատուների։ Ես ավելի շատ շների եմ տեսել։ Գիտես ոնց, ես ասեմ, նայ, ես փողոցում շատ եմ տեսնում, երեկոյան ժամերին մեկը տենում ես, շուտ մի հատ աղջիկ կա կամ զույգ կա, երբեմն տղա, բայց տղա այդքան շատ չեմ տեսել, հիմնականում աղջիկներ կամ զույգեր, օրինակ հատուկ դաժե գնում են խանութից, բան են առնում կամ միշտ մոտները պահում են։ Ու առասարակ այդ չաթերում որ նայում ես ռուսների, որ ժամանակին գրանցվել է այդ երբ նոր են իրանք եկել, այդ ինֆորմացիոն տեղեկատվական ոնց որ փոխօգնության բաներ, որ հարցնում են նոր տների համար, ես չգիտեմ, տրանսպորտի եւ այլն, եւ տեղացիները իրանք հուշում են, դե որտեվ այդ մարդիկ այնց էքստրեմալ պայմաններում էին հայտնվել այդտեղ կտրուկ, շատ բաներից տեղեկացված չէին, ու այդտեղ էլ իրանք հա գրում էին, նախ իրանք օրինակ զարմացած են, ես չգիտեմ, ենթադրում եմ խոսքը գնում է օրինակ չգիտեմ Մոսկվայից, Պիտերից կամ այլ տենց միլիոն եւ ավել բնակչություն ունեցող քաղաքներ, մասը իրանք զարմացած էին առատությունից այդ թափառող կենդանիների, օրինակ իրանք մոտ հավանաբար այդպես չի եւ մշտապես իրենց այդ ման էին տալիս, այդ ես նկարներով էի տեսնում փողոցում ինքս եմ շատ տեսել, գուցե տանը թեպետ ես գիտեմ որ ինչ որ ստատիստիկա կա որ իրանք տանը ավելի շատ կենդանի են, ու կենդանիների հետ են եկել այստեղ, դե ոչ մի կերակի։ Ես լիքը տեսել եմ ռուսներ, որոնք իրաց կենդանիներով գալիս են, հա, ու պրիչոմ իրանք կուլտուրայի մեջ շատ կա, մերը մոտ գիտես ինձ մոտ օրինակ դու ոնց ես դրան, ես ինչ եմ մտածում որ կենդանիների հանդեպ շատ դեպքերում այդ պատշաճ վերաբերմունքը չկա մարդկանց մոտ։